Այս վավերագրական ֆիլմում մենք ուսումնասիրենք միջնադարյան Եվրոպայի առօրյա կյանքի մի զարմանալի քիչ հայտնի կողմը լվացքի արվեստը, գիտությունը տքնաջան աշխատանքը մի դարաշրջանում, երբ չկային մեքենաներ, ջրմուղ ժամանակակից քիմիական նյութեր, որոնք մենք այսօր սովորական ենք համարում, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ Պատկերացրեք մի սովորական առավոտ 14-րդ դարի եվրոպական քաղաքում, արը հազիվ է ծագել ծղոտե գղմինդրե տանիքների վրա, իսկ արդեն լսվում է մեծ փայտե տաշտերի մեջ լցվող ջրի աղմուկը, գետի ափին կանայք մեջքին ծանր զամբյուղներ են գրում, թաց գործվածքին հարվածող փայտե թիակների ռիթմիկ ձայնը արձագանքում է հովտում։ Սա ոչ տարօրինակ ծես է, ոչ էլ պատժի տեսարան, սա պարզապես լվացքի օր է, մի օր, որը պահանջում էր ֆիզիկական ուժ, քիմիական տարրական գիտելիքներ, ժամեր տող անդադար աշխատանք, զգալի քաջություն։ Մեզ 21 Ռդ դարի բնագիչներիս համար լվացքը կենցաղային մի գործ է, որը հազիվ թե ուշադրություն է պահանջում։ Մենք հագուստը դնում ենք մեքենայի մեջ, ավելացնում լվացքի փոշի, սեղմում գոճակը վերադառնում 45 րոպե անց այն հանելու համար։ Գործընթացն այնքան ավտոմատացված է, որ մենք հաճախ այն հետաձգում ենք զուտ ծուլությունից սենյակների անկյուններում կուտակելով կեղտոտ հագուստի կույտեր առանց որե հրատապության զգացման։ Սակայն եղել է ժամանակ, երբ հագուստ լվանալը պարզապես գործ չէր։ Դա իրադարձություն էր, ճանապարհորդություն, իսկ շատ կանանց համար մի ամբողջ մասնագիտություն։ Եվ գուցե հասկանալով, թե ինչ էր նշանակում հագուստը մաքուր պահել 700 տարի առաջ, մենք կարողանանք նայել մեր լվացքի մեքենաներին երախտագիտության նոր զգացումով։ Միջնադարյան լվացքը հասկանալու մեկնագետը ժողովրդական երակայության մեջ խորը արմատացած մի համար առասպելի հերքումն է, այն գաղափարը, թե միջնադարի մարդիկ ապրում էին մշտական գեղտի մեջ, անտարբեր էին հիգիենայի նկատմամբ, պատված էին գեղտոտ գարշահոտ հագուստներով, այս պատկերը, որը սնվում է դարավոր նախապաշարմունքներով իրականությանը քիչ հավատարիմ կինեմատոգրաֆիկ ներկայացումներով, չի դիմանում պատմական աղբյուրների մանրակրկիտ վերլուծությանը, ողջ միջնադարի ընթացքում ստեղծված պատկերազարդ ձեռագրերը ցույց են տալիս կենցաղային տեսարաններ, որտեղ հագուստները լվանում են, փրում ձալում, Սուրբ Բենեդիկտոսի կանոնակարգը բացտբուջջխատտչտպտ, որը թվագրվում է մոտավորապես 516 թվականով, արդեն հիշատակում է հագուստի լվացումը որպես վանական առօրյայի մաս, եկեղեցական գրառումները, տնային գույքացուցակները, նույնիսկ կրոնական քարոզները մշտապես հղում են անում լվացքի գործողությանը հաճախ օգտագործելով լվացքը որպես հոգու մաքրագործման փոխաբերություն։ Միջնադարյան Եվրոպայի մարդիկ իսկապես հոգում էին մաքրության մասին, նրանք ցանկանում էին լինել այնքան մաքուր, որքան թույլ էին տալիս իրենց ռեսուրսներն ու տեխնոլոգիաները, այն փաստը, որ նրանք չունեին լվացքի մեքենաներ, ներքին ջրմուղ կամ արդյունաբերական օջառներ, չէր նշանակում, որ նրանք ապրում էին գեղտին անտեղյակ, դա նշանակում էր միայն, որ մաքրման գործընթացը անսահման ավելի տքնաջան էր, ավելի ժամանակատար, ավելի ֆիզիկապես հոգնեցուցիչ, քան այն ամենը, ինչ մենք կարող ենք պատկերացնել այսօր, եւ հենց այս գործընթացն է, որ արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության։ Հասկանալու համար, թե ինչպես էին լվանում հագուստը, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչից էր այն պատրաստված, տեքստիլ մանրաթելերի բաղադրությունը, ավելի քան ցանկացած այլ գործոն, որոշում էր, թե ինչպես կարելի է մաքրել հագուստի գտորը։ Միջնադարյան տեքստիլ աշխարհը արմատապես տարբերվում էր մերից, սինթետիկ մանրաթելեր, ինչպիսիք են պոլիեստերը, նայլոնը, պարզապես գոյություն չունեին, բամբակը, որն այսօր կազմում է մեր հագած հագուստի ճնշող մեծամասնությունը, Եվրոպայում տարածված չէր մինչ 18-19-րդ դարերը, այն կարելի էր ձեռք բերել հարավարմտյան Ասիայի, հյուսիսային Աֆրիկայի հետ արտերի միջոցով, սակայն այն համարվում էր շքեղության ապրանք հասանելի միայն ամենահարուստներին։ Մետաքսը, որը տեղափոխվում էր Ասիան Եվրոպային միացնող հայտնի արտերային ուղիներով, լայնորեն գնահատվում էր նրանց կողմից, ովքեր կարող էին իրենց թույլ տալ դրա բարձր արժեքը, սակայն մնում էր բնակչության մեծամասնության հասանելիությունից դուրս, հետաբար մնում էին երկու մանրաթելեր, որոնք գերիշխում էին սովորական եվրոպացու զգեստապահարանում քաթանը։ Բուրտն ամենուր էր, ամուր, տաք համեմատաբար մատչելի, այն հագնում էին գյուղացիները, ազնվականները, թե շատ տարբեր որակների, սակայն բուրտն ունի մի առանձնահատկություն, որը լավ գիտի յուրաքանչյուր ոք, ով փորձել է բրտյա սվիտերը լվանալ մեքենայով, այն գծկվում է։ Տաք ջրի օջարի ազդեցության տակ բրդի մանրաթելերը գծկվում են միահյուսվում մի գործընթացում, որը գոչվում է թաղիքացում, հագուստը դարձնելով կոշտ, ձախեղված, գործնականում, անօգտագործելի, միջնադարի մարդիկ հիանալի գիտեին այս ելույթը։ Թե նրանք չունեին լվացքի մեքենաներ, նրանք գիտեին, որ բուրտը չի հանդուրժում ագրեսիվ լվացումը տաք ջրով ալգալիական նյութերով, քաթանը, մյուս կողմից, հիգիենայի նպատակների համար արտակարգ բազմակողմանի մանրաթել էր, ստացվելով քաթանի բույսից այն կարելի էր բազմիցս լվանալ առանց զգալի վնասների, առաջին լվացքից հետո այն գործնականում այլս չէր գծկվում։ Օգտագործման հաջորդական լվացումների հետ քաթանե գործվածքը աստիճանաբար դառնում էր ավելի փափուկ, ավելի հարմարավետ հպման համար ավելի հաճելի առանց կորցնելու։ Իր ամրությունը, բացի այդ, քաթանն ուներ գլանման ուշագրավ հատկություններ։ Այն գերազանցում էր բամբակին քրտինքը մարմնի յուղերը գլանելու ունակությամբ։ Մարմնին հագած քաթանե հագուստը կարելի էր օգտագործել 2 կամ 3 անգամ նախքան լվանալու անհրաժեշտությունը, մինչդեռ բամբակե համարժեք հագուստը կդառնար անհարմար գարշահոտ ընդամենը 1 օր օգտագործելուց հետո։ Քաթանի բրդի միջ այս հիմնարար տարբերությունը հիմք դրեց հագնվելու մի համակարգի,
որն անցավ ողջ միջնադարով պահպանվեց մինչ 20-րդ դարի առաջին տասնամյակները, տրամաբանությունը նրբագեղ էր իր պարզության մեջ։ Մաշկի վրա հագնել լվացվող գործվածքի մի շերտ պաշտպանելու համար արտաքին շերտերը, որոնք ավելի դժվար էր մաքրել, գործնականում սա նշանակում էր, որ առաջին հագուստը, որ միջնադարյան մարդը հագնում էր առավոտյան, պատրաստված էր քաթանից, կանանց համար դա երկար լայն շապիկ էր, որը հաճախ անվանում էին շեմիզ կամ միջնադարյան անգլերենով սմոք խրթիդ։ Տղամարդկանց համար նմանատիպ մի շապիկ, որը սովորաբար ուղեկցվում էր բրե, ներով կբուժчих մի տեսակ ներքնավարտիքով, որը նույնպես պատրաստված էր քաթանից։ Այս ներքնազգեստները ծածկում էին մարմինը շատ ավելի ընդարձակ, քան ժամանակակից ներքնազգեստները, դրանք ձգվում էին ուսերից մինչ ծնկներից ցած ծածկելով բազուկները Իրանը, ունեին հիմնական գործառույթ կլանել քրտինքը, մաշկի բնական յուղերը մարմնի ցանկացած կեղտ, նախքան այդ տարրերը կհասնեին բրդյա արտաքին շերտերին։ Այս քաթանե հագուստների վրայից հագնում էին բրդյա հագուստները զգեստներ, չունիկներ, վերնազգեստներ, թիկնոցներ, քանի որ բուրդը անմիջական շփման մեջ չէր մտնում մաշկի հետ, այն մնում էր մաքուր շատ։ Ավելի երկար ժամանակ պահանջելով միայն հատվածական հազվադեպ խնամք, շերտավորման այս համակարգը բացատրում է մի բան, որը հաճախ զարմացնում է ժամանակակից դիտորդներին։ Ինչու էին անցյալ ժամանակների այսպես կոչված ներքնազգեստները ծածկում մարմնի ավելի մեծ մասը, քան շատ ժամանակակից արտաքին հագուստներ։ Պատասխանը այս հագուստների պաշտպանիչ գործառույթի մեջ է։ Դրանք չէին մտածված պարգեշտության կամ էսթետիկայի տեսանկյունից, այլ որպես հիգիենայի գործնական արգելքներ նախատեսված կանոնավոր եռանդուն լվացվելու համար, միաժամանակ պահպանելով ավելի թանկարժեք արտաքին հագուստները, միջնադարյան Եվրոպայում քաթանը չէր օգտագործվում միայն անձնական հագուստի համար, այն ստանդարտ նյութ էր։ Գրեթե յուրաքանչյուր տեքստիլի համար, որը շփվում էր մարդու մարմնի հետ սրբիչներ, անձեռոցիկներ, անգողնու սավաններ, գլխարկներ, գլխի ծածկոցներ, 1337 թվականի տնային գույքացուցակը, որը պատկանում էր Լոնդոնում պանդոկատեր Հյուլը Բերին, իր ունեցվածքի մեջ նշում է քաթանե 7 սավան։ Այս 7 սավանները միասին գնահատվում էին ավելի բարձր գումարով, քան նուրբ մետաքսով զարդարված։ Վերմակի արժեքը, այս տվյալը բացահայտող է մի ժամանակաշրջանում, երբ գործվածքները ներկայացնում էին ընտանիքի հարստության զգալի մասը, քաթանը, չնայած մետաքսից ավելի մատչելի լինելուն, արժորվում էր իր դիմացկունության գործնական օգտակարության համար։ Լավ քաթանե սավանները ծառայում էին տարիներ, հնարավոր է տասնամյակներ յուրաքանչյուր լվացքի հետ դառնալով ավելի փափուկ հարմարավետ, դրանք ներդրում էին, որոնք արդարացվում էին ժամանակի ընթացքում։ Հասկանալով քաթանի կենտրոնական դերը միջնադարյան տնային կյանքում, մենք այժմ կարող ենք ուսումնասիրել, թե ինչ էր նշանակում գործնականում լվանալ այդ կտորները, կարող է նշել, որ միջնադարյան ժամանակաշրջանում լվացքի ընթացակարգերի վերաբերյալ գրավոր աղբյուրները համեմատաբար սակավ են, հատկապես մինչ 15-րդ դարը նախորդող դարերում։ Սա մասամբ պայմանավորված է այն ժամանակվա գրական արտադրության բնույթով։ Գրքերը հազվադեպ էին թանկ, իսկ գրանցման արժանի համարվող թեմաները հակված էին լինել կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական, ոչ թե կենցաղային։ 15-րդ դարի կեսերին Յոհաննես Գուտենբերգի Իթուտշլդֆացվդ կողմից շարժական տարերով տպագրության գյուտով գրքերի արտադրությունը դարձավ ավելի հասանելի, գործնական թեմաները սկսեցին ավելի հաճախ գրանցվել։ Լվացքի վերաբերյալ գրավոր հրահանգներից շատերը թվագրվում են ուշ միջնադարով կամ վաղ նոր ժամանակաշրջանով, սակայն հետազոտողները, ինչպիսին է Դրեալիդը, ցույց են տվել, որ 15-16 դարերում նկարագրված այս մեթոդները հիմնված էին այնպիսի տեխնիկաների վրա, որոնք կիրառվում էին դարեր շարունակ։ Հետաքրքիր է, որ հագուստ լվանալու գործողության միջնադարյան ամենավառ նկարագրություններից մի քանիսը գալիս են ոչ թե կենցաղային ձեռնարկներից, այլ կրոնական տեքստերից։ Քարոզիչները եկեղեցական գրողները օգտագործում էին լվացքը որպես ապաշխարության հոգոր մաքրագործման հզոր փոխաբերություն։ Ապաշխարության անձնավորումը որոշ տեքստերում հայտնվում է առաջարկելով կամ սպառնալով լվանալ մեղավորի հոգին, կարծես այդ հոգին մի գեղտոտ սավան լիներ, որը պետք էր տրորել, հարվածել, սպիտակեցնել, փոխաբերության ընտրությունը պատահական չէր։ Միջնադարում հագուստ լվանալը մի գործընթաց էր, որը պահանջում էր զգալի ֆիզիկական բռնություն գործվածքի նկատմամբ։ Միջնադարյան կենցաղային առօրյայում լվացքը բաժանվում էր խնամքի առնվազն 3 տարբեր կատեգորիաների, առաջինը բրդյա մետաքսյա հագուստների հատվածական մաքրումն էր, որը ներառում էր բձերի տեղային հեռացման տեխնիկաներ առանց ամբողջ հագուստը ջրի մեջ ընկղմելու, երկրորդը քաթանե հագուստների փոքր քանակությունների կանոնավոր լվացումն էր, ինչպիսիք են ներքնազգեստները, որը կարելի էր անել համեմատաբար հաճախ տնային պայմաններում, երրորդը ամենատպավորիչը այսպես կոչված մեծ լվացքն էր դբուչ թուբոչ, տան բոլոր քաթանե տեքստիլների խորը մաքրման ծավալուն տքնաջան գործընթացը, որն իրականացվում էր մի քանի շաբաթը մեկ, կարող էր խլել մի ամբողջ օր կամ նույնիսկ ավելին։ Սկսենք փոքր քանակությունների կանոնավոր լվացումից ներքնազգեստը մեքենայի մեջ դնելու միջնադարյան համարժեքից, նույնիսկ այս թվացյալ պարզ գործի համար պահանջվող ջանքերը զգալի էին։ Միջնադարյան Եվրոպան չուներ ներքին ջրմուղ։ Բացառությամբ որոշ թագավորական պալատների մեծ եկեղեցական կառույցների, բնակչության ճնշող մեծամասնության համար ջուրը պետք էր բերել ջրհորից։ Աղբյուրից կամ արվից ձեռքով տեղափոխել մինչ լվացքի վայրը, եթե լվացքը արվում էր տանը, որպես տարա օգտագործվում էր մեծ փայտե տաշտ կամ մետաղյա կաթսա։
Ջուրը պետք էր տաքացնել գրագի վրա, ինչը պահանջում էր վարելափայտի հավաքում, խարույկի վարում պահպանում, ինչ վերաբերում է մաքրող միջոցներին, կային մի քանի հասանելի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առավելություններն ու թերությունները, ամենահասանելին մոխրաջուրն էր, թեզվում ալգալիական լուծույթ, որը ստացվում էր ջուրը փայտի մոխրի միջով ստելով։ Այս գործընթացը պարզ էր կարող էր իրականացվել յուրաքանչյուրի կողմից, ով ուներ օջախ տարա, ստացված մոխրաջուրը արդյունավետ էր ջարպերի կեղտի լուծման համար, թե կարող էր ագրեսիվ լինել այն մարդու ձեռքերի համար, ով այն օգտագործում էր առանց պաշտպանության։ Մեկ այլ տարբերակ էր օջարախոտը քունթբզում մեխակազգիների չոմբիթենցի թուչցուչ ընտանիքին պատկանող մի բույս, որի տերներն ու արմատները ջրի մեջ հարելիս առաջացնում էին նուրբ փրփուր լվացող հատկություններով, օջարախոտը բավականաչափ մեղմերնուր գործվածքների մաքրման համար օգտագործվելու համար առանց դրանք վնասելու, այն մշակվում էր տնային ու վանական այգիներում ողջ Եվրոպայում։ Բուն օջարը նույնպես հասանելի էր, թե դրա որակը մեծապես տատանվում էր կախված աշխարհագրական տարածաշրջանից գնորդի վճարունակությունից, միջերկրական ծովին մոտ գտնվող շրջաններում, որտեղ ձիթապտղի յուղը առատ էր, արտադրվում էր օջար ձիթապտղի յուղի տեղական տեսակի պոտաշի հիման վրա, որի արդյունքում ստացվում էին պինդ, անգույն բավականաչափ մեղմ գտորներ անձնական լոքանքի համար օգտագործվելու համար։ Այս օջարը բարձր որակի էր ավելի թանկ արժեր նրանց համար, ովքեր ապրում էին ավելի հյուսիս կամ ունեին ավելի քիչ միջոցներ, այլընտրանքը հեղուկ օջարն էր, որը պատրաստվում էր մոխրաջրի կենդանական ջարպի համադրությամբ այս արտադրանքը զգալիորեն ավելի կոպիտ էր կարող էր ունենալ մուգ, գրեթե սկույն, ավելի զդված, սպիտակ գույնի տարբերակները ավելի թանկ արժեին գործվածքները բծավորելու ավելի քիչ հավանականություն ունեին։ Ամենաագրեսիվ բաղադրությունները կարող էին քիմիական այրվածքներ առաջացնել պրոֆեսիոնալ լվացարարուհիների ձեռքերին, ովքեր ամեն օր աշխատում էին դրանց հետ։ Վաղ նոր ժամանակաշրջանի բաղադրատոմսերի գրքերը նկարագրում են օջարին այնպիսի բաղադրիչների ավելացումը, ինչպիսիք են պաղլեղը, ուտփչտ կամ ձուն այն հարմարեցնելու համար գործվածքների հատուկ տեսակներին կամ բծերին։ Բացի քիմիական միջոցների օգտագործումից, միջնադարյան լվացքը կիրառում էր նա մեխանիկական մեթոդներ կեղտը հեռացնելու համար։ Հագուստները կարող էին տրորվել կոպիտ մագերեսների վրա, որոնք նման էին ավելի ուշ ժամանակների լվացքի տախտակներին, տրորվել ոտքերով ջրով լի տաշտերի մեջ կամ ուժգին հարվածվել փայտե թիակներով։ Պարզաջրումը կատարվում էր մաքուր ջրով, իսկ ավելորդ խոնավությունը հեռացվում էր գործվածքը ձեռքով քամելով, քանի որ մանգլները թոնթրչես գործվածքներից ջուրը քամելու մեխանիկական սարքերը դեռ չէին հայտնագործվել։ Դրանից հետո հագուստները փռվում էին բացօթյա չորանալու համար կախվելով պարաններից կամ տարածվելով թփերի ու ցանկապատերի վրա կամ, երբ եղանակը չէր ներում, դրվում էին տան ներսում օջախի առջ, չորացման ժամանակը մի քանի ժամ էր։ Արդյունքը մեծապես կախված էր եղանակային պայմաններից, ամփոփելով լվացքի մեքենայով ներքնազգեստի մի պարզ չափաբաժնի միջնադարյան համարժեքը կատարելու համար անհրաժեշտ էր տեղափոխել մի քանի դուլ ջուր, վարել պահպանել գրակը, պատրաստել կամ ձեռք բերել մաքրող միջոցներ, տրորել հարվածել յուրաքանչյուր գտոր առանձին, քամել թաց գործվածքը սեփական ձեռքերով, ամեն ինչ փրել չորանալու համբերատար սպասել հուսալով, որ եղանակը կայուն կմնա, այս ողջ ջանքը սեփական ձեռքերով, առանց որե մեխանիկական օգնության։ Եթե փոքր քանակությունների կանոնավոր լվացումը արդեն այդքան աշխատանք էր պահանջում, ապա մեծ լվացքը իրապես էպիկական համամասնությունների ձեռնարկ էր։ Լիովին հասկանալի է, թե ինչու միջնադարյան տնային տնտեսությունների մեծ մասը այն իրականացնում էր միայն մի քանի շաբաթը մեկ կամ նույնիսկ մի քանի ամիսը մեկ, դա տան բոլոր քաթանե տեքստիլների խորը մաքրման սպիտակեցման գործընթաց էր, որն իրականացվում էր միանգամից արդարացնելու համար ներդրված հսկայական ջանքերը, սպիտակ քաթանը, չնայած իր դիմացկունությանը, հակված էր ստանալ մոխրագույն կամ դեղնավուն երանգ շարունակական օգտագործումից, նույնիսկ երբ կանոնավոր լվացվում էր։ Մեծ լվացքի նպատակն էր ոչ միայն մաքրել, այլ վերականգնել գործվածքների սկզբնական սպիտակությունը վերացնելով համառ բծերը, կուտակված ճարպը միկրոօրգանիզմները։ Գործընթացը սկսվում էր գտորների տական նախնական մշակմամբ, հագուստները տնային տեքստիլները ընկղմվում էին սպիտակեցնող լուծույթի մեջ թողնվում թրջվելու երկար ժամերով, երբեմն ամբողջ գիշեր, այս նախնական մշակման համար օգտագործվող նյութը կարող էր լինել արդեն նկարագրված մոխրաջուրը կամ, նույնիսկ ավելի զարմանալի կերպով, խմորված մեզից ստացված ամոնիակը, գաղափարը կարող է վանող թվալ ժամանակակից զգայունության համար, բայց դա լիովին գործնական դրամաբանական լուծում էր։ Մարդու մեզը, երբ որոշ ժամանակ թողնվում է հանգիստ վիճակում, խմորվում է արտազատում ամոնիակ արդյունավետ սպիտակեցնող ջարպազերծող միջոց, այս մեթոդը անվճար էր, ի տարբերություն օջարի այլ միջոցների, որոնք պետք էր գնել կամ պատրաստել, այն օգտագործվում էր ոչ միայն տնային լվացքի մեջ, այլ պրոֆեսիոնալ տեքստիլ արդյունաբերության մեջ, որտեղ լվացարարները օգտագործում էին մեծ կավ նոր գործված հագուստները ջարպազերծելու պատրաստելու համար։ Ամոնիակը մոխրաջուրը, համակցված ջրի տաքության հետ, ունակ էին սպիտակեցնել բծերը կուտակված տեղնությունը, լուծել ջարպը ներծված կեղտը ու վերացնել միկրոօրգանիզմները։ Միջնադարյան մարդիկ գուցե չէին հասկանում այս գործընթացների հետում կանգնած գիտությունը այնպես, ինչպես մենք ենք հասկանում այսօր, բայց կարիք չկար հասկանալու մեխանիզմը։ Արդյունքի արդյունավետությունը ճանաչելու համար նրանք սերունդների ընթացքում կուտակված փորձից գիտեին, որ որոշակի ընթացակարգեր աշխատում են, դա բավարար էր։
Նյուրնբերգյան Գունստբուխը 15-րդ դարում Նյուրնբերգի Սուրբ Կատարինեի Դոմինիկյան վանքի միանձնուհիների համար պատրաստված ձեռնարկը պարունակում է ավելի քան տասնյակ բաղադրատոմսեր տարբեր իրերի մաքրման համար սովորական հագուստից մինչ մեծ արժեք ունեցող կրոնական զգեստներ։ Այս վանքը, որը հիմնադրվել է 1295 թվականին, տեքստիլ արտադրության ձեռագրերի ընդօրինակման ակտիվ կենտրոն էր։ Ներքնազգեստների լվացման համար հրահանգները ցուցում էին վերցնել մոխրի 3 չափաբաժին, դնել մեծ բաց տարայի մեջ, որի վրա լցվում էր նախ եռման ջուր, իսկ հետո սառը ջուր, մինչ անոթը լցվեր, լուծույթը պետք է քամվեր գտորի միջով, հագուստը ընկղմվում էր այդ մոխրաջրի մեջ ու լվացվում, երբ այն սառ չէր, քանի որ տաք ջուրը գործվածքը կդարձներ դեղին։ Ամենագեղտոտ հատվածները, ինչպիսիք են օձիքները, թքերը, պետք է տրորվեին անմիջապես օջարով։ Նախնական մշակման ավարտից հետո գալիս էր գործընթացի ֆիզիկապես ամենածանր մասը թրջված ծանր հագուստների տեղափոխումը մինչ հոսող ջրի աղբյուր, գետերը, արուները, համայնքային աղբյուրները կամ հանրային լվացքատները նպատակագետերն էին, բայց դրանք միշտ չէ, որ մոտ էին գտնվում, թաց հագուստները արտակարգ ծանր են, կան միջնադարյան պատկերազարդումներ, որոնք ցույց են տալիս երկու ծառաների, որոնք իրար միջ տանում են լվացքի միայն մեկ զամբյուղ այնքան մեծ էր բեռը, գետում հագուստ լվանալը ուներ իր վտանգները, ձմռանը։ Ջուրը սառցե էր, իսկ ափերը կարող էին ծածկված լինել սառույցով, դրանք դարձնելով սայթաքուն վտանգավոր, քաղաքների միջով անցնող գետերը հաճախ ստանում էին կենցաղային արդյունաբերական աղտոտում։ Հոսանքի մեջ ընկնելու ռիսկը իրական էր ու մշտական։ Փարիզի Օտել Դյոն Թաղաջոյչվջնոմբև քաղաքի ամենահին հիվանդանոցը, որը հիմնադրվել է մոտ 651 թվականին Սիտե գղզում, Նոտր Դամ ՏՏԲ տաճարի հարանությամբ, աշխատանքի էր վերցնում հատուկ նշանակված մի նավավարի փրկելու համար այն լվացարարուհիներին, ովքեր վարարումների ժամանակ ընկնում էին Սեն Ֆցրիթչ գետը, բայց նույնիսկ լվացքի ծածկված տարածքները ապահով չէին։ 1276 թվականով թվագրված մի գրառում փաստում է Էմմա Չրթու անունով մի լվացարարուհու մահը, ով մահացել էր եռման ջրով լիկապարե տաշտի մեջ ընկնելուց հետո։ Էմմայի ողբերգությունը եզակի դեպք չէր, այլ մի մասնագիտությանը բնորոշ ռիսկերի արտացոլումը, որը համատեղում էր ագրեսիվ քիմիական նյութերը, բարձր ջերմաստիճանի ջուրը, ծայրահեղ ֆիզիկական ջիգը։ Երբ հագուստները տեղափոխվում էին գետ կամ արու, սկսվում էր բուն լվացքի գործընթացը, նախապես մշակված կտորները դրվում էին քարերի կամ փայտե բլոկների վրա ջրի ափին բառացիորեն ձեծվում մեծ փայտե թիակներով։ Հագուստը գոշտ մագերեսներին հարվածելու այս գործողությունը ուներ նույն նպատակը, ինչ ժամանակակից լվացքի մեքենաների խառնման ցիկլը։ Մեխանիկական գործողությունը օգնում էր անջատել գեղտի մասնիկները գործվածքի մանրաթելերից թույլ տալով հոսող ջրին դրանք տանել իր հետ, լվացարարուհիները հարվածում էին գործվածքներին բազմիցս, եռանդով ճշգրտությամբ ռիթմիկ աշխատանքով, որը պահանջում էր ուժ բազուկներում, դիմացկունություն մեջքի հատվածում պրակտիկայով զարգացած տեխնիկա։ Ձեծելուց հետո հագուստները պարզաճրվում էին հոսող ջրում քամվում ավելորդ խոնավությունը հեռացնելու համար, առանց մանգլների կամ ցենտրիֆուգների քամումը կատարվում էր ամբողջությամբ ձեռքերով կամ որոշ դեպքերում գործվածքները փաթաթելով մի ուղղահայաց սյան շուրջ, որը գոչվում էր քաման սյուն։ Պատմություններ կանաչ հովտից Փիչև Նյաբթպաթսդապսմիթցե վավերագրական շարքը, որը վերակառուցում է կյանքը վաղ նոր ժամանակաշրջանի մի ֆերմայում, ցուցադրում է այս տեխնիկան։ Մասնագետները փաթաթում են հագուստը սյան շուրջ ջուրը սեղմելով դուրս հանելու համար։ Սա մի մեթոդ է, որը պատմական գրառումները վկայում են, որ օգտագործվել է այնպիսի վայրերում, ինչպիսին է Մուրֆիլդսը, Լոնդոնի արվարձաններում գտնվող մի տարածք, որտեղ 16-րդ դարի քարտեզները ցույց են տալիս իրականացվող լվացքի աշխատանքներ։ Մեծ լվացքի վերջին փուլը չորացումն էր, այս փուլը կարող էր լինել պարադոքսալ կերպով ողջ գործընթացի ամենախնդրահարույցներից մեկը։ Մաքուր քամված հագուստները հետ էին տարվում փռվում բացօթյա, իդեալականում արի ուղիղ ջարագայթների տակ։ Արի ազդեցությունը ոչ միայն չորացնում էր գործվածքները, այլ ապահովում էր բնական սպիտակեցման լրացուցիչ փուլ, քանի որ ուլտրամանուշակագույն ջարագայթումը գունազրկում էր մնացորդային բջերը վերացնում միկրոօրգանիզմները, հենց խոտը, որի վրա փռվում էին գործվածքները։ Նպաստում էր գործընթացին, քանի որ բույսերի կողմից արտազատվող թթվածինը գործում էր որպես մեղմ սպիտակեցնող միջոց, միջնադարյան համայնքները հաճախ պահպանում էին ընդհանուր տարածքներ հագուստի չորացման համար, որոնք հայտնի էին որպես սպիտակեցման դաշտեր։ Հագուստները կարող էին նա փռվել լավանդայի թփերի վրա բույսի բույրը գլանելու համար։ Հավանական է, որ հենց լավանդա բառը ծագում է հին ֆրանսերեն «թուգուջվց»-ից, որն իր հերթին գալիս է լատիներեն «թուվուպց»-ից նշանակելով լվանալ, այնուամենայնիվ, բացօթյա։ Չորացումը ամբողջությամբ կախված էր եղանակի բարեհաճությունից, եթե եղանակը փոխվում էր անձր էր գալիս նախքան հագուստների լիովին չորանալը, արդյունքը աղետալի էր։ Դեռս խոնավ վիճակում պահված կտորները կբորբոսնեին դառնալով անօգտագործելի պոտենցիալ վնասելով դրանց հետ պահվող այլ իրերը։ Միջնադարյան տնային տնտեսուհու կամ լվացարարուհու համար եղանակի կանխատեսումը կենսական, թե ոչ ճշգրիտ հմտություն էր։ Միջնադարյան գիրքը, որը հայտնի է որպես Իլիկի ավետարաններ,
Հիշատակում է լավ եղանակի համար սուրբ կլերին ֆաոձտոզբ աղոթելու կամ անձրի նշանների համար կատուների վարքին հետելու սովորույթը, մեծ հաստատությունները, ինչպիսին է Փարիզի Օտել Դյոն, որը ըստ գրառումների շաբաթական լվանում էր ավելի քան 500 սավան, կարող էին ունենալ ծածկված տարածքներ ձմռանը հագուստները կախելու համար։ Բայց Օտել Դյոն հսկայական էր 15 լիաժամկետ աշխատողներով, սովորական տնային տնտեսուհին չուներ այդ շքեղությունը ամբողջությամբ կախված էր օդերութաբանական բախտից։ Չորացման ժամանակ հագուստի գողությունս մեկ պարբերական խնդիր էր, գործվածքները միջնադարում ներկայացնում էին զգալի տնտեսական արժեք, բաց դաշտերում փռված կտորները գայթակղիչ թիրախներ էին պատահական գողերի համար։ Պրոֆեսիոնալ լվացարարուհիները, ովքեր պատասխանատվություն կգրեին, եթե իրենց հաճախորդների որը իր անհետանար, կատաղի կերպով պաշտպանում էին իրենց խնամքի տակ գտնվող հագուստները։ Անգլիայի Նորվիչի տաճարի Չոնսչվիտ Ջշտեբորիկ առաստաղի մի քարե քանդակ պատկերում է մի լվացարարու, ով փախցնում է գողին։ Այս պատկերը չպետք է թերագնահատել։ Կանայք, ովքեր իրենց օրերն անցկացնում էին հագուստները փայտե թիակներով ձեձելով, ծանր զամբյուղներ գրելով թրջված գործվածքներ քամելով, ֆիզիկապես ահարկու էին, իր լվացքի թիակով զինված միջնադարյան լվացարարուհուն դիմակայելու հեռանկարը հավանաբար հետ էր պահում շատ պոտենցիալ գողերի։ Այս ողջ հերկուլեսյան գործընթացը բացատրում է, թե ինչու շատ ընտանիքներ, եթե ունեին որոշակի ֆինանսական միջոցներ, նախընտրում էին վարձել պրոֆեսիոնալի լվացքն իրականացնելու համար, եւ այստեղ մենք մտնում ենք միջնադարյան սոցիալական պատմության մի հետաքրքիր բարդ ոլորտ լվացարարուհու մասնագիտությունը այն ամենը, ինչ այն ներկայացնում էր գենդերային, սոցիալական դասի խարանի տեսանկյունից, միջնադարյան եվրոպական հասարակության մեջ գերիշխող գենդերային խիստ նորմերի պատճառով լվացքը միանշանակ դասակարգվում էր։ Որպես կնոջ աշխատանք, այս դասակարգումը միաժամանակ սահմանափակող էր, պարադոքսալ կերպով ազատագրող սահմանափակող էր, քանի որ կանանց պարփակում էր մի գործունեության մեջ, որը ֆիզիկապես հյուծիչ էր սոցիալապես թերագնահատված, ազատագրող էր, քանի որ լվացքը այն սակավաթիվ զբաղմունքներից էր, որով միջնադարյան կինը կարող էր վաստակել իր սեփական ապրուստը անկախ իր ամուսնական կարգավիճակից, չամուսնացած կանայք, այրիները, ամուսնացածները, ովքեր լրացուցիչ եկամտի կարիք ունեին։ Բոլորը կարող էին աշխատել որպես լվացարարուհի։ Կանացի բացառիկության կանոնից կային հազվադեպ բացառություններ։ Որոշ տղամարդկային վանական միաբանություններ լվացքը հանձնարարում էին հենց վանականներին կամ այն մտավախությամբ, որ կանանց ներկայությունը գայթակղություն կլիներ, կամ այն պատճառով, որ կանայք չէին համարվում բավականաչափ սուրբ ծիսական զգեստներին ձեռք տալու համար։ Սակայն դեպքերի ճնշող մեծամասնությունում հագուստ լվացողները կանայք էին։ Լվացարարուհիների աշխատանքային պայմանները մեծապես տատանվում էին, նրանք, ովքեր ծառայում էին թագավորական կամ արիստոկրատական տներում, կարող էին վայելել համեմատաբար արտոնյալ դիրք, անգլիական թագավորական արքունիքի լվացարարուհին կարող էր ստանալ շաբաթական 1 շիլինգ աշխատավարձ, բացի կացարանից, սննդից, հագուստից, որոշ դեպքերում, նույնիսկ կենսաթոշակային ծրագրից, Մաթիլդա դե Հաուսքեյը Թմվիլչն Ջեչցուն Ֆենչիչ 1317 թվականի գրառումներում փաստագրված թագավորական լվացարարուհին, ստացել է կացարան ապրուստ։ Վեստմինստերյան աբբայությունում մոչունջրուն ջջ ոչ թփաչփ, երբ դարձել էր չափազանց ձեր աշխատանքը շարունակելու համար, սա ցածր կարգավիճակ ունեցող աշխատողի համար սոցիալական ապահովության վաղձ էր, ինչը ուշագրավ է մի դարաշրջանում, որը ոչ մի պաշտոնական պաշտպանական ցանց չէր առաջարկում աշխատողների մեծ մասի համար։ Այնուամենայնիվ, լվացարարուհիների մեծ մասը աշխատում էր որպես ինքնազբաղված, նրանք ունեին կանոնավոր հաճախորդներ նմանագելով ժամանակակից փոքր բիզնեսի գործունեությանը, կարող էին վարձատրվել տարբեր ձերով տարեկան կամ շաբաթական ռոճիկով, ըստ լվացքի չափաբաժնի, ըստ առանձին գտորի կամ նույնիսկ ծառայությունների ու ապրանքների փոխանակմամբ, լվացարարուհիների վարձատրության վերաբերյալ ֆինանսական գրառումները հատվածական են սակայն առկա տվյալները ցույց են տալիս, որ կրոնական հաստատության կանոնավոր լվացարարուհու սովորական սակագինը տատանվում էր տարեկան 4 շիլինգի շուրջ գումարած երբեմնի փոքր պարկավճարները։ Բարձր սոցիալական դիրք ունեցող անհատ հաճախորդները, ինչպիսին էր Վեստմինստերյան աբբայության մի պաշտոնյա, կարող էին վճարել տարեկան 2-ից 4 շիլինգ կամ ըստ երույթին կրկնագին մի վանականի դեպքում, հավանաբար այն պատճառով, որ վճարումը հաշվարկվում էր ըստ հագուստի գտորի, համեմատության համար նշենք, որ բարձր որակավորում ունեցող արհեստավորները, ինչպիսիք են քարագործները, ապագեգործները, նույն ժամանակահատվածում ստանում էին օրական 3-ից 4 պենս, լվացարարուհին, ով կկարողանար կուտակել մի քանի կարոր հաճախորդներ, կարող էր ստանալ ողջամիտ եկամուտ, բայց սովորական լվացարարուհին հավանաբար վաստակում էր շատ ավելի քիչ կայունությամբ։ Հատկանշական է, որ լվացարարուհիների աշխատավարձերը չհետեցին աշխատավարձերի ընդհանուր բարձրացմանը, որը տեղի ունեցավ տնտեսության գրեթե բոլոր մյուս ոլորտներում ՍՄԱՀ-ից, ՆՉՍՎ-ՏՃՏԲ, հետո այն համավարակի, որը 1347 թվականից սկսած վերացրեց եվրոպական բնակչության 1/3-ից մինչ կեսը։ Արդյունքում առաջացած աշխատուժի պակասը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացման գրեթե բոլոր մասնագիտություններում։ Սակայն լվացարարուհիները մեծամասամբ դուրս մնացին արտացոլելով մասնագիտության ցածր սոցիալական կարգավիճակը։ Կանացի աշխատանքի համակարգված թերագնահատումը։ Լվացարարուհիների սոցիալական մարգինալացումը գնում էր աշխատավարձի հարցից շատ ավելի հեռու։
Բուն մասնագիտության իրականացումը այս կանանց ենթարկում էր բարոյական դատողությունների խարանման, ինչը բացահայտում է միջնադարյան գենդերային նորմերի խորապես անհանգստացնող կողմերը։ Աշխատանքի ընթացքում սեփական հագուստը թրջելուց խուսափելու համար լվացարարուհիները թքերը քշտում էին մինչ արմունկներից վեր բարձրացնում, փեշերը ծնկներից կամ նույնիսկ ազդրերից վեր մերկացնելով բազուկներն ու ոտքերը մի հասարակության մեջ, որը նման կանացի մերկացումը համարում էր անվայել կամ սադրիչ։ Բացի այդ, լվացարարուհիները ազատ շրջում էին քաղաքում հավաքելու հանձնելու հագուստները, հաճախ առանց տղամարդկանց ուղեկցության, հավաքվում էին խմբերով լվացքի վայրերում, նույնպես առանց տղամարդկանց հսկողության։ Նրանք հաճախ միակ կանայք էին, ովքեր կապված էին մեծ տղամարդկային խմբերի հետ, ինչպիսիք են ազնվական տները, արշավող բանակները, վանական համայնքները, միջնադարյան մտածողությունը, բախվելով կանանց հետ, ովքեր մերկացնում էին իրենց մարմինը, շարժվում էին ազատորեն մտերիմ էին տղամարդկանց հետ, որոշեց, որ լվացքը չի կարող լինել այդ ամենի բավարար բացատրությունը։ Լվացարարուհի տերմինը շատ համատեքստերում դարձավ սեքս աշխատողի մեղմասացություն էվֆեմիզմ։ Այս զրպարտչական զուգորդումը հիմնված չէր լվացարարուհիների մեծամասնության իրականության վրա, այլ գենդերային խորը արմատներ ունեցող նախապաշարմունքների վրա, որոնք անկախ կանանց լոկ գոյությունը դիտարկում էին որպես ներքուստ կասկածելի բարոյապես երկմտելի մի բան։ Իրավիճակը սրվում էր այն փաստով, որ կանայք, ովքեր արդեն համարվում էին սոցիալապես կասկածելի լինելով աղքատ, չամուսնացած կամ երկուսը միասին, կանայք, ովքեր փաստացի իրականացնում էին սեքս աշխատանք, հաճախ աշխատում էին նա որպես լվացարարուհի, քանի որ դա նրանց համար հասանելի ապրուստի սակավաթիվ ձերից մեկն էր, մերժված լինելով կրոնական հիմքով բարեգործական հաստատությունների կողմից, ինչպիսիք էին հիվանդանոցները, աղքատանոցները, որոնք ընդունելության համար սահմանում էին բարոյական խիստ չափանիշներ։ Այս կանայք զարգացնում էին փոխադարձ աջակցության ցանցեր հաստատված կառույցներից դուրս։ 1270-ականների Փարիզում փաստագրված մի դեպք վերաբերում է Նիկոլ դը Ռյուբերսի անունով մի միգրանտ աշխատողի, ով առողջական ճգնաժամ ապրեց, ինչը նրան անկարող դարձրեց աշխատելու։ Չկարողանալով դիմել սոցիալական օգնության պաշտոնական ծառայություններին, Նիկոլին իր ապաքինման ընթացքում օգնեցին ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող այլ կանայք միջնադարյան հասարակության ամենաանտեսվածների միջհամերաշխության մի օրինակով։ Այսպես ձևավորվում էր ֆիզիկապես ամուր, տնտեսապես անկախ, սեփական աջակցության համակարգերով օժտված հայրիշխանական վերահսկողությունից դուրս գործող կանանց ոչ պաշտոնական, բայց տոկուն մի ցանց, միջնադարյան սոցիալական կարգի համար, որը կառուցված էր կանացի ստորադասության վրա, այս իրականությունը խորապես անհանգստացնող էր։ Լվացարարուհիները, ովքեր ծառայում էին թագավորական կամ արիստոկրատական տներում, սովորաբար խուսափում էին բարոյական կասկածներից, բայց կարող էին ներքաշվել քաղաքական ինտրիգների մեջ։ Լվացարարուհին, ով աշխատում էր հզոր գործիչների սավանների ներքնազգեստի հետ, հասանելիություն ուներ պոտենցիալ պայթյունավտանգ տեղեկատվության, արդյոք իր տիրուհին ստացել էր գիշերային այցելուներ, արդյոք նրա դաշտանային ցիկլը նորմալ էր, թե նա մի քանի ամիս չէր ունեցել դաշտան տեղեկություն, որը թագուհիների արքայադուստրերի դեպքում կարող էր ունենալ դինաստիական հետանքներ։ Զարմանալի չէր լինի, եթե հզորների գաղտնիքների հետ այս ակամա մտերմությունը լիներ կեղտոտ սպիտակեղենը լվանալ արտահայտության ծագումը։ Թողնելով քաթանի պրոֆեսիոնալ լվացարարուհիների աշխարհը վերադառնանք այն գործվածքներին, որոնք չէին կարող ենթարկվել այս խիստ մշակմանը բուրդը մետաքսը, ինչպես արդեն նշվեց, բուրդը լավ չէր հանդուրժում օջարի տակ ջրի հետ շփումը, իսկ մետաքսը, որն օգտագործվում էր առավել հարուստ դասակարգերի կողմից հանդիսավոր հեղինակավոր հագուստների համար, ել ավելի նուրբ էր։ Սառը ջրով երբեմնի պարզաջրումը վնաս չէր հասցնում բրդյա կտորների մեծ մասին, բայց նույնիսկ այս պարզ գործողությունը պարունակում էր ռիսկեր։ Միջնադարում օգտագործվող ներկերը չունեին նույն գայունությունը, ինչ ժամանակագիցները, լվացումը, նույնիսկ սառը ջրով կարող էր գունաթափել գործվածքի գույները, մի հասարակության մեջ, որտեղ վառ հագեցած գույները հարստության հոմանիշն էին, քանի որ ինտենսիվ ներկերը զգալիորեն ավելի թանկ արժեին, հագուստի գունաթափումը հավասարազոր էր կարգավիճակի տնտեսական արժեքի տեսանելի գորստի։ Բրդյա մետաքսյա հագուստների պահպանման գերիշխող լուծումը հատվածական մաքրումն էր կամ շնթփցից, որի դեպքում միայն բծավորված տարածքն էր մշակվում առանց ամբողջ հագուստը թրջելու կամ ընկղմելու, ուշ միջնադարի վաղ նոր ժամանակաշրջանի բազմաթիվ գրքեր պարունակում են մանրամասն բաղադրատոմսեր այս տեղային մշակումների համար։ Հրահանգները հաճախ ուղղորդում են ընթերցողին մաքրող լուծույթը բազմիցս սկսել կոնկրետ բծի վրա ամբողջ հագուստը լվանալու փոխարեն։ Այս առումով ամենամանրամասն գրքերից մեկը 14-րդ դարի վերջի գենցաղային տրակտատն է, որը հայտնի է որպես Le Ménagier de Paris Deutsch Tettendeutsch Bjijnumber, հաճախ թարգմանված որպես Փարիզյան տնային տնտեսուհին կամ բարի գնոջ ուղեցույցը։ Այս տեքստը, որը ենթադրաբար գրվել է տարեց փարիզեցի ամուսնու կողմից իր 15-ամյա երիտասարդ կնոջ համար, մտածված էր որպես ամբողջական ձեռնարկ տնային տնտեսության կառավարման համար, ընդգրկելով թեմաներ, որոնք սկսվում էին խոհարարությունից սոցիալական վարքից մինչ նուրբ հագուստների խնամքը, թե այն չի իջնում այնպիսի սովորական բանի, ինչպիսին քաթանի լվացումն է, մենաժի է, զգալի ուշադրություն է դարձնում բարձրորակ բրդյա մետաքսյա կտորների մաքրմանը։ Վերժուսը ոչ բեֆշ խակ խաղողի կամ այլ թթու մրգերի հյութից ստացված բարձր թթվայնությամբ հեղուկը, բծերի համար հաճախ առաջարկվող միջոց է, հարուստ մետաքսյա գործվածքների համար հեղինակը ցուցում է թրջել լվանալ բիձը վերժուսով պնդելով, որ բիձը կանհետանա։
Այս արտադրանքի արդյունավետության նկատմամբ վստահությունն այնքան մեծ էր, որ հեղինակը խորհուրդ է տալիս վերջուսը միշտ ձեռքի տակ ունենալ նկարագրելով այն որպես օգտակար զգեստների բծերը հեռացնելու դրանց գույները վերականգնելու համար, վստահելի թե թարմ, թե հնեցված վիճակում։ Մոխրաջրի լուծույթները, որոնք հաճախ պատրաստվում էին հատուկ տեսակի փայտի մոխրից տարբեր ալկալիական կոնցենտրացիաներ ստանալու համար, նույնպես լայնորեն օգտագործվում էին հատվածական մաքրման համար, Նյուրնբերգյան գունստբուխը դրանք հատկապես խորհուրդ է տալիս կանաչ գույնի հագուստների համար, մինչդեռ բարի գնոջ ուղեցույցը առաջարկում է մոխիրը կամ հավի փետուրները թրջել մոխրաջրի մեջ բծերը տրորել այդ պատրաստուկով։ Ավելի կայուն դեպքերի համար մոխրաջրի լուծույթը կարող էր ուժեղացվել գրով ինտենսիվ ալկալիական։ Զգալիորեն ավելի ագրեսիվ նյութով օջառախոտը գիրառություն էր գտնում նա նուրբ գործվածքների խնամքի մեջ, Չյուդորների ժամանակաշրջանի անգլիական գիրքը, որը գոչվում էր օգտակար գիրք Մուննպնզրիթ Սկրթեջ, պնդում է, որ սկալետից կամ թավշից պատրաստված գործվածքները ցանկացած գույնի կամ տեսակի կարող են հատվածական մաքրվել օջառախոտի հյութով առանց դրանց գույները փոխելու։ Հարկ է նշել, որ այն ժամանակ սկալետ բառը նշանակում էր ոչ թե գույն, այլ բարձրորակ բրդյա գործվածքի հատուկ տեսակ։ Գլանող բաղադրիչները, ինչպիսիք են լվացարարի կավը, սովորական կավը ոսկրային փոշին, խորհուրդ է ընտրվում յուղի կամ ջարպի բծերի հեռացման համար, գործելով գործվածքից ջարպը կլանելու միջոցով առանց այն ագրեսիվ քիմիական նյութերով լուծելու անհրաժեշտության։ Այնուամենայնիվ, կա մի կետ, որտեղ մարմնին մոտ լվացվող քաթան հագնելու բրդյա հագուստները հատվածական մաքրելու միջնադարյան համակարգը ուներ ակնհայտ թերություն գուլբաները։ Միջնադարյան Եվրոպայում հուզ, ները չլֆչ, ինչպես դրանք անվանում էին, սովորաբար կարվում էին հյուսված բրդյա գործվածքից ոչ թե գործվում էին, ինչպես ժամանակակից գուլբաները, եթե դրանք լվացվեին նույն կերպ, ինչ քաթանները տաք ջրով օջարով, բրդի մանրաթելերը կթաղիքանային գուլբաները կդառնային անօգտագործելի, սակայն բուրդը բնականորեն օժտված է հակամիկրոբային հատկություններով, որոնք դանդաղեցնում են հոտերի առաջացումը։ Ժամանակակից բրդյա գուլբաների օգտագործման դիտարկումները հուշում են, որ դրանք կարող են օգտագործվել մի քանի օր անընդմեջ նախքան լվանալու անհրաժեշտությունը, ի տարբերություն բամբակե գուլբաների, որոնք անհարմար են դառնում 1 օրից հետո, ողջամիտ է ենթադրել, որ 2 կամ 3 զույգ բրդյա գուլբաների տերը, ով դրանք օդափոխում էր օգտագործումների արանքում երբեմն լվանում սառը ջրով ու առկա ամենամեղմ մաքրող միջոցներից մեկով, կարող էր պահպանել ոտքերի հիգիենայի լիովին ընդունելի մակարդակ։ Այս փաստը մեզ տանում է դեպի ավելի լայն խորհրդածության, բրդի վրայից քաթանե շերտեր գրելու միջնադարյան համակարգը, հեռու լինելով պրիմիտիվ լինելուց, հնարամիտ ֆունկցիոնալ առումով գերազանց լուծում էր մի քանի առումներով համեմատած մաշկի վրա անմիջապես բամբակ հագնելու ժամանակակից սովորության հետ, քանի որ բամբակը ավելի քիչ խոնավություն է կլանում, ավելի հեշտությամբ է պահում հոտերը գարիք ունի ավելի հաճախակի լվացման։ Միջնադարյան մարդիկ պակաս խելացի չէին, քան մենք, նրանք աշխատում էին առկա նյութերով ու տեխնոլոգիաներով մշակում էին գործնական, բարդ ու արդյունավետ լուծումներ իրենց առօրյայի մարտահրավերների համար։ Միջնադարյան լվացքի պատմությունը, ի վերջո, մարդկային հնարամտության պատմություն է նյութական սահմանափակումների պայմաններում, սերունդների ընթացքում կուտակված էմպիրիկ գիտելիքի պատմություն արտակարգ ֆիզիկական աշխատանքի պատմություն, որն իրականացվել է հիմնականում այն կանանց կողմից, որոնց անունները մոռացվել են պատմության կողմից, դա նա մի պատմություն է, որը մեզ առերեսում է այն իրականության հետ, որ գործերը, որոնք մենք աննշան ենք համարում, ոչ շատ վաղ անցյալում ձեռնարկներ էին, որոնք խլում էին ամբողջական օրեր, պարունակում էին իրական ռիսկեր առողջության համար, կախված էին տեխնիկական հմտություններից ու ֆիզիկական դիմացկունությունից, որոնք մենք դժվարությամբ ենք կապում պարզ լվացք բառի հետ։ Դիտարկելով այս ողջ համապատկերը մի բան պարզ է դառնում։ Միջնադարյան լվացքը հնարավոր է նույնքան դժվար էր, որքան հուշում է ժողովրդական երագայությունը, միջնադարյան կյանքի շատ այլ ասպեկտներում առասպելները չափազանցնում են սարսափները մթագնում նրբությունները, բայց լվացքի կոնկրետ դեպքում փաստերը հաստատում են այդ համբավը։ Միջնադարյան Եվրոպայում հագուստ լվանալը դաժան աշխատանք էր ֆիզիկապես կործանարար, քիմիապես վտանգավոր լիովին կախված արտաքին գործոններից, ինչպիսին է եղանակը, այս աշխատանքն իրականացնող կանայք բախվում էին ոչ միայն ֆիզիկական հյուծմանը, այլ սոցիալական խարանին, մարմնավաճառության հետ վիրավորական զուգորդմանը պաշտոնական պաշտպանական մեխանիզմներից դուրս մնալուն, եւ այնուամենայնիվ, նրանցից շատերը այս մասնագիտության մեջ գտան տնտեսական անկախության որոշակի չափ, կառուցեցին փոխադարձ աջակցության ցանցեր կատաղի վճռականությամբ պաշտպանեցին իրենց ապրուստի միջոցները։ Հաջորդ անգամ, երբ մեզ կբռնացնենք լվացքի մեքենայից հագուստները հանելու գործը հետաձգելիս, թերս արժե հիշել, որ մենք ընդամենը մի քանի դարով ենք հեռու մի աշխարհից, որտեղ նույն այդ գործը նշանակում էր արթնանալ լուսաբացից առաջ, ջրհորից ջրի դույլեր կրել, խարույկներ վարել, տնային քիմիական լուծույթներ պատրաստել, հագուստները սառցե գեդում քարերին խփել, թրջված գործվածքները սեփական ձեռքերով քամել աղոթել, որ անձր չգա։ Մենք կարիք չունենք մեղավոր զգալ ժամանակակից լվացքից դժգոհելու համար, բայց մենք կարող ենք երախտագիտություն զգալ այն փաստի համար, որ մեր գործընթացը չի ներառում հյուծիչ ֆիզիկական աշխատանք, քիմիական այրվածքներ կամ խմորված մեզ, եւ մենք կարող ենք նայել անցյալին ոչ թե մեծամտությամբ, այլ հարգանքով խնդիրներ լուծելու նույնիսկ ամենադժվար հանգամանքներում արժանապատվությունը պահպանելու մարդկային արտակարգ ունակության նկատմամբ։
պատմությունը միատեսակ ավելի լավը կամ միատեսակ ավելի վատը չի եղել, քան ներկան, յուրաքանչյուր դարաշրջան ունի իր հաղթանակներն ու դժվարությունները, միջնադարյան անցյալը արժանի է հասկացվելու իր սեփական պայմաններով առանց նրա գոռոզության, ով հետադարձ հայացքով դատում է այն տեխնոլոգիաների հարմարավետությունից, որոնք մեր նախնիները չէին կարող նույնիսկ պատկերացնել։ Եթե միջնադարյան լվացքի աշխարհով այս ճանապարհորդությունը արթնացրեց ձեր հետաքրքրությունը, եթե դուք սովորեցիք մի բան, որ չգիտեիք, կամ եթե սկսեցիք նայել ձեր լվացքի մեքենային նոր հայացքով, մտածեք բաժանորդագրվել այս ալիքին հետելու համար նմանատիպ այլ վավերագրական պատմությունների, որոնք ուսումնասիրում են այլ ժամանակների առօրյա կյանքի հետաքրքիր հաճախ զարմանալի մանրամասները։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե որ ժամանակակից կենցաղային գործի համար եք ամենաշատը երախտապարտ, որ ստիպված չեք իրականացնել հին ձով, չմոռանաք հավանել այս բովանդակությունը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել այն արտակարգ պատմությունները, որոնք թաքնված են մեր առօրյայի ամենասովորական գործողությունների հետում, մինչ հաջորդ պատմությունը։